Վանաձորի ավագանու հերթական նիստն է մասնակցությամբ ավագանու 27 անդամների, ներկա էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Օրակարգային առաջին հարցով հաստատվեց Վանաձորի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-21 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2018 թվականի հաշվետվությունների նախագիծը։ Բյուջեի կատարողականը կազմել է 99.7%։ Համայնքը 2019 թվական մտել է առանց ֆինանսական պարտավորությունների, աշխատավարձերի և այլ կազմակերպությունների հետ ունեցած պարտքերի և պարտավորությունների գծով, տեղեկացրեց նիստը վարող Մամիկոն Ասլանյանը, չշրջանցելով աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած խոչընդոտները, որ 2017 թվականից ի վեր կապված են գնումների գործընթացի հետ։ Գնումների գործընթացում նախատեսված չէ, կազմակերպություններ կան, որ իրոք փորձադաշտի են վերածում մեր նման համայնքները, այսինքն ռիսկ չեն անում Երևանում կամ ինչ-որ ավելի աչքի ընկնող օբյեկտների մրցույթների մասնակցելու, բայց արդեն մենք քանիցս ականատես ենք լինում Վանաձոր քաղաքում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընկած հատվածում ասֆալտապատման հետ կապված մեր մրցույթներում 160 միլիոնանոց մրցույթը կազմակերպությունը շահել է 99 միլիոն դրամ։ Ավագանու նիստը շարունակեց Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության անդամ Հայկա Սիմիկյանը, խոսելով ավագանու նիստերից դուրս համայնքի ղեկավարի և ավագանիների խաթարված համագործակցությունից։ Կամ երբ որ անձնակազմը ուղղակի մոտենում ենք, կամ երբ որ ավագանու նիստը դրանից դուրս, երբ որ ընդհանուր քննարկում ենք, քաղաքի զարգացման հետ կապված կամ խնդիրության հետ կապված, ես ենթադրում եմ, որ կլինել ուրիշ Ես ես ուղիղ հետ հիմա հասավ, քանի հանրային քննարկման եք մասնակցել դուք, անձամբ դուք և ավագանուներ անդամները։ Բյուջեի հանրային քննարկման ժամանակ, քանի ավագանու հարցամտ է բյուջե։ Սա գովաս։ Բոլորը մտել է բյուջե, այս կանիք է։ Ես կարծացել եմ Ձեր ավագանու ասենք առաջարկությունը այգի կորեզին բակը ներգրավեք ասֆալտապատման ծրագրի մեջ, ասենք դա անհատական հարց է համակարգային։ Համայնքի և ավագանու անդամների խաթարված համագործակցության մասով Հայկա Սիմիկյանի դիտարկումը Մամիկոն Ասլանյանը որակեց որպես պոպուլիստ, նշելով, որ չնայած բազմաթիվ հորդորներին Հայկա Սիմիկյանը հազվադեպ է մասնակցում համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերին։ Չեք մասնակցել մեր նախանձագի խնդրանքներից, հորդորներից հետո բյուջեի քննարկման համայնքի զարգացման ծրագրի ու հիմա ավագանի համայնք կապի մասին դուք ինչ-որ հարգելի ավագաններ գոհ եք կապի հետ կապված, ընդհանրապես համայնքն երբ որ ինչ-որ բաներ են դուք ներգրաված եք, այս պրոցեսի մեջ սա արդեն մեր թեման է, ներքին քննարկումներին ես եմ ձեզ համոզում, որ հանրային քննարկումը, եկեք ավագանի եք մի բան է դուք ասեք, մենք ենք օպոզիցիայի դեր կատարում։ Բուռն քննարկում ծավալվեց օրակարգային թիվ 17 հարցի շուրջ։ Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամների անհամաձայնության առիթը Վանաձորի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին նախագծում նախ երկու մասով փոփոխություններ կատարել, նոր միայն քննարկման դնելու շուրջ էր։ Երկար քննարկումից հետո հարցը բավարարվեց։ Հերմինե Այվազյան, Ալեն Աննաքյան, Լոռի հեռուստաընկերություն։